Ժամը 13-ները Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը «Մենք աշխատում ենք» անուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու մասնակցելու երկօրյա կլոր սեղան քննարկմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այցի նպատակն է ակտիվացնել հայ և ադրբեջանական քաղաքասարակությունների ներկայացուցիչների շփումները և ձևավորել երկու հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ։ 5 փորձագետներից բաղկացած պատվիրակության Երևան-Բաքու-Երևան չարտերային թռիչքի կազմակերպման համար կառավարությունը նախօրեին հատկացրել էր 17,5 միլիոն դրամ։ Դրան զուգահեռ Ադրբեջանում շարունակվում է պետական մակարդակով Հայաստանի տարածքը յուրացնելու քարոզչությունը։ Հիմա էլ պետական հեռուստաընկերության ներկայացուցիչներն են բարձրացել սարը ու կարոտի գրեթե արդյունքներով պատմել, որ այ մի փոքրային կողմ մեր Գյոքչան է, այսինքն Սևանը։ Բոլոր մակարդակներով մեդիա, գիտնականներ, քաղաքական գործիչներ խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, բոլորիս ներկայացնելով եկվորներ իրենց պատմական հայրենիքում։ Մինչ միջազգային հարթակներում պաշտոնական Բաքուն հագնում է խաղաղասերի դիմակը և խոսում տարածաշրջանային կայունությունից, ներքին լսարանը Ալիևի վարչակարգը բացահայտորեն նախապատրաստում է նոր ագրեսիվ գործողությունների։ Թիրախում արդեն միայն Արցախը չէ։ Թիրախում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, Գեղարքունիքն ու Սևանալիճը։ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը պետական քարոզչամեքենայի գլխավոր խոսափողը եթեր է հեռարձակել մի տեսանյութ, որը դիվանագիտական լեզվով կոչվում է տարածքային հավակնություն, իսկ իրականում բացահայտ ոտնձգություն է ուրիշի հայրենիքի ու պետության տարածքի հանդեպ։ Իմ հետևում Ադրբեջանի հին և պատմական հողերն են, Գյոյչա լիճը, իսկ շուրջը Գյոյչա գավառը։ Տարածքը մառախլապատ է, հստակ տեսնել չենք կարողանում։ Սակայն այն վայրից, որտեղ ես կանգնած եմ, մինչև Գյոյչա լիճ հեռավորությունը մոտավորապես 20 կիլոմետր է։ Ռիոփնն արդեն ահազանգել էր, որ պետության առաջին դեմքի մակարդակով Սևանը Գյոյչա անվանելն արդեն պետպատվեր է զանազան քարոզչական ենթակառուցվածքներին, սկսել հանրությանը պատրաստել ագրեսիվ նկրտումների։ Ադրբեջանի ակադեմիայում հանդիպմանը նման հայտարարություններ հնչեցնելն ուղղակի հրահանգ էր գիտնականներին պեղել ու գտնել թեկուզև շինծու հիմնավորումներ իր աճող հավակնություններին քաղաքական հիմքեր ստեղծելու համար։ Ալիևը նույնիսկ 20-րդ դարի սկզբին ցարական 5 քարտեզներով էր փորձում ապացուցել, թե իբր Սևանը պատմականորեն կոչվել է Գյոյչա։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանալիճ չկա, կա Գյոյչա։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան նշում է, որ որևէ անսպասելի բան չկա։ Սա պարզապես Ադրբեջանի վաղուց հաստատված ռազմավարության հերթական քայլն է։ Արցախի փոխարեն սկզբից Լեռնային Ղարաբաղ անվանումը, հետո էլ ավելի կրճատեցին ուղղակի Ղարաբաղ անվանումով եւ մեծ հաշվով այստեղ զարմանալու բան չկա, հա, դա ընդհանուր այո ռազմավարության մի մաս է կազմում։ Նորվեգացի հայագետ Էրիկ Սվենը, որն արդեն 12 տարի զբաղվում է հայկական հարցերով, պատմում է Նախիջևանի իր այցի մասին։ Երբ այդ պատմական հայկական հողն անցավ Ադրբեջանին, բոլոր տեղանունները փոխվեցին, եկեղեցիները ոչնչացվեցին, տասնյակ հազարավոր խաչքարեր ջարդուփշուր արվեցին, ամեն ինչ, ինչ հայկական էր, վերածվեց։ Նա այնտեղ հարցրել է հայկական եկեղեցու մասին, նրան տարել են ոստիկանություն ու հարցաքննել նման հարց տալու համար։ Դա մեծ խնդիր է, որովհետև Սևանը երբեք ադրբեջանական չի եղել։ Պատմաբանները գիտեն, որ Ադրբեջանը ստեղծվել է 1918-ից 1920-ական թվականներին։ Սրանք թուրքական հողեր չեն, բայց Ալիևը շարունակում է վերաշարադրել պատմությունը։ Ամեն նման քայլը հարձակում է Հայաստանի վրա։ Եթե հայերը փորձեն ասել, որ կցանկանային հասանելիություն ունենալ Արարատ լեռանը, դրանց կանվանեին խենթ կամ ռևանշիստ, բայց Ադրբեջանի դեպքում դա շատ միակողմանի է։ Եվ այն փաստը, որ ադրբեջանցիները խոսում են այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին, ըստ փորձագետի նույնպես սպառնալիք է։ Սա պարզապես դատարկ խոսակցություն չէ։ Նրանք ցանկանում են այսպես կոչված ադրբեջանցի փախստականներին բնակեցնել բուն Հայաստանում, Զանգեզուրում կամ Երևանում։ Սա լուրջ ահազանգ է եւ սպառնալիք։ Իդեպ ոչ միջնադարյան, ոչ նոր շրջանի քարտեզներում կամ փաստաթղթերում արևմտյան Ադրբեջան տերմինը չի հանդիպում։ Դա քաղաքականորեն Բաքվի նոր հորինած ձևակերպումն է։ Թեքները բացվում էին 22 թվականին, 21-22 թվականին, հա, պաշտոնական այդ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքը բացմանը այդ շենքի ներկա եղել Իլհամ Ալիևը։ Մեծ, երկար, բովանդակալից ելույթ է ունեցել, ներկայացնելով այդ ամբողջ կոնցեպտը որպես պետական ծրագիր
տասնամյակների։ Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նշում է, որ քանի դեռ Ադրբեջանի ախորժակը տեղում է, նաև չեն կարգավորվելու հայ-թուրքական հարաբերությունները։ Քանի դեռ մյուս կողմը պատրաստ չէ, քանի դեռ մյուս կողմն այլ ծրագրեր ունի, այսինքն Հայաստանը ոչնչացնելու կամ էլ մի փոքր բան թողնելու, որ իրենք իրենց հյութի մեջ եփվեն, քանի դեռ այդպես են մտածում, Թուրքիան սահմանը չի բացի, առանց խեղդելու չի բացի։ Եվ ահա ուշադրություն դարձնենք պաշտոնական ձևակերպմանը։ Հայաստանի առանձին շրջանակների ռևանշիստական տրամադրությունները պահանջում են անվտանգության հարցերին ավելի ճկուն եւ համալիր մոտեցում, հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սահիլ Բաբաևը։ Հասկանալի լեզվով սա նշանակում է հետևյալը. Ադրբեջանը, որը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ, որը պետական եթերով Սևանը կոչում է Գյոյչա եւ որը հրաժարվում է դուրս բերել զորքերը, Հայաստանի սեփական տունը պաշտպանելու բնական իրավունքը որակում է որպես ռևանշիզմ։ Բաքուն ստեղծում է ալիբի։ Նրանք միլիարդներ են ծախսում ոչ թե պաշտպանվելու, այլ նոր հարձակումն արդարացնելու համար, թեկուզև ավտոմեքենաներով։ Երբ դեռևս խաղաղություն չկնքած հակառակորդը խոսում է քո ռևանշիզմից, նա իրականում խոսում է իր չհագեցած ախորժակի մասին։ Եվ այս համատեքստում Սևանը Գյոյչա անվանելը ոչ թե պատմական էքսկուրս է, այլ հաջորդ ռազմական գործողության անոնսը, որի ֆինանսավորումն արդեն հաստատված է 2026-ի բյուջեով։ Աստանայում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևի հանդիպումը առանձնազրույցից հետո պատվիրակություններն ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել։ Օրակարգում երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման առնչվող հարցեր են, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերում փոխգործակցության զարգացումը։ Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ էլ Աստանայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Տոկաևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Նոյեմբերի 8-ին ղազախական ցորենով բեռնված առաջին գնացքը ժամանեց Հայաստան, անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Ղազախստանի մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, այլ պաշտոնատար անձինք եւս։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության եւ մշակութային համագործակցության պատմության մեջ կարևոր էջ է բացվում։ Ըստ նրա, Երևանում Աբայի Կունանբաևի անունը կրող պուրակով եւ Մաշտոցի փողոցով երկու մշակույթների միջև ստեղծվում են արժեքային կամուրջներ։ Եվս մեկ մեղադրանք է առաջադրվել Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանին առիթ նորերս դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտություններն են։ Սա համայնքապետի երրորդ մեղադրանքն է, հիշեցնեմ, նա կալանավորվել էր կոռուպցիայի գործով, ավելի ուշ ավելացել էր նաև իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Հոդվածը։ Կալանավորվել է նաև Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը, փաստաբանը հայտնում է ըստ նախաքննական մարմնի հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի եւ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել եւ լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին եւ գտնում են, որ այդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ։ Ուկրաինացի պատգամավորները հրապարակել են խաղաղության Թրամփի ծրագիրը, ըստ որի Ղրիմը, Լուգանսկը եւ Դոնեցկը ճանաչվել են որպես փաստացի Ռուսաստանի տարածքներ։ Խերսոնը եւ Զապորոժիեն սառեցված են շփման գծի երկայնքով, Ուկրաինան դուրս է բերում զորքերը Դոնեցկի մարզի մի մասից։ Այնտեղ կստեղծվի ապառազմականացված սուբուֆերային գոտի, Ուկրաինան պետք է սահմանադրորեն ամրագրի ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը, զինված ուժերի անձնակազմը նվազեցնի մինչև 600,000-ը։ Ուկրաինայի կարգելվի ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել իր տարածքում եւ այդ երկիրը պետք է ամրագրի իր ոչ միջուկային կարգավիճակը։ Սպիտակ տանը սպասում են, որ Զելենսկին կընդունի Վաշինգտոնի մշակած խաղաղության պլանը մինչև երախտագիտության օրը, որն այս տարի նշվելու է նոյեմբերի 27-ին։ Financial Times-ին տեղեկացրել են ուկրաինացի պաշտոնյաները։ Նրանց խոսքով դրանից հետո ամերիկացի պաշտոնատար անձինք պատրաստվում են խաղաղության համաձայնագիրը ներկայացնել Մոսկվայում, որպեսզի ավարտվի հակամարտության կարգավորման գործընթացը մինչև դեկտեմբերի սկիզբ։ Սակայն Ուկրաինայի նախագահի գրասենյակում կարծում են, որ դա այդ ժամկետում կատարել չի հաջողվի, քանի որ ամերիկյան պլանում կան կետեր, որոնք Կիևի համար կարմիր գծեր են։ Ամերիկյան ցամաքային զորքերի հրամանատար Դենիել Դրիսքոլը հանձնել է Թրամփի ծրագիրը Զելենսկուն, որը համաձայնել է աշխատել փաստաթղթի դրույթների վրա պատերազմն ավարտելու համար։
Ռուսաստանը հայտարարել է ռազմավարական կարևորության Կուպյանսկ քաղաքի գրավման եւ Պոկրովսկի ուղղությամբ զգալի առաջխաղացման մասին։ Այս ռազմական գործողություններին զուգահեռ Միացյալ Նահանգները ներկայացրել է խաղաղության նոր ծրագիր, որը նախագահ Զելենսկին ստացել է եւ պատրաստվում է քննարկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ տեղեկությունների ծրագիրը ներառում է Ուկրաինայի կողմից տարածքային զգալի զիջումներ եւ զինված ուժերի կրճատում։ Այս նախաձեռնությունը լուրջ մտահոգություն է առաջացրել եվրոպացի պաշտոնյաների շրջանում, որոնք դուրս են մնացել բանակցային գործընթացից։ Միևնույն ժամանակ նախագահ Պուտինն անձամբ է լսել գեներալ Գերասիմովի զեկույցը ռազմաճակատում գրանցված հաջողությունների մասին։ Վենեսուելայի ազգային ժողովը հաստատել է ռուսական Ռոսդարուբեժնեֆտ ընկերության հետ նավթային համատեղ ձեռնարկությունների պայմանագրի երկարաձգումը 15 տարով, չնայած ամերիկյան պատժամիջոցներին։ Այս համաձայնագրով նախատեսվում է մինչև 2041 թվականը Բոկերոն եւ Պերիխան հանքավայրերից արդյունահանել 91 միլիոն բարել նավթ։ Սրան զուգահեռ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն փորձում է թուլացնել լարվածությունը Միացյալ Նահանգների հետ։ Հանրային ելույթներում անգլերենով խաղաղության կոչեր անելով եւ դրանք համեմելով երկու պարով ուղեկցվող զավեշտալի դիվանագիտությամբ։ Նախորդին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է Սիրիայի հարավում տեղակայված իսրայելական զորքերի հենակետեր, որտեղ Իսրայելն ընդլայնել էր իր ռազմական ներկայությունը Բաշար al-Ասադի տապալումից հետո։ Այցը Դամասկոսի կողմից որակվել է որպես ինքնիշխանության վտանգավոր խախտում, իսկ ՄԱԿ-ը իր հերթին մտահոգություն է հայտնել կոչ անելով հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հանձնառու է պաշտպանել տեղի դրուզ փոքրամասնությանը եւ ապահովել իր հյուսիսային սահմանը։ Ի պատասխան ատոմային էներգիայի միջազգային գործակալության բանաձևի, որը պահանջում է տեղեկություն իր միջուկային ծրագրի վերաբերյալ, Իրանը դադարեցրել է կառույցի հետ համագործակցությունը, չնայած Ռուսաստանի եւ Չինաստանի դիմադրությանը։ Զուգահեռաբար նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանից մայրաքաղաքի տեղափոխումն այլևս ընտրություն չէ, այլ պարտավորություն է, պայմանավորված էկոլոգիական աղետով։ Նա մատնանշել է հողի աղետալի սուզման եւ ջրի սուր ճգնաժամի խնդիրը, նշելով, որ որպես նոր վայր դիտարկվում է հարավային Մակրանի ափը։ Թեև ծրագիրը իրագործելու համար անհրաժեշտ են ֆինանսական եւ ենթակառուցվածքային ահռելի ներդրումներ։ Հարավային Աֆրիկայում G20-ի գագաթնաժողովի շուրջ հակասական տեղեկություններ են տարածվում, քանի որ Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի մասնակցում մեղադրելով ընդունող երկրին սպիտակամորթ բնակչության նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ։ Չնայած դրան Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հրապարակավ հայտնել էր, որ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների հետ մասնակցության շուրջ։ Սպիտակ տան ներկայացուցիչը սակայն կտրուկ հերքել է պնդումը, այն անվանելով կեղծ լուր եւ քննադատելով Ռամաֆոսային։ Գագաթնաժողովը բաց են թողում նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ Արգենտինայի առաջնորդները։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Վերադառնանք Հայաստան, ամփոփելով ներքին գործերի նախարարության աշխատանքի 1 տարին գերատեսչության ղեկավար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 3 խումբ։ Ըստ նրա, միայն քրեական ոստիկանության բացահայտած դեպքերով պետությանը եւ համայնքին պատճառված վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ շուրջ 60%-ով աճել է առգրավված, հայտնաբերված, բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնված հրազենի թիվը։ Սարգսյանի խոսքով հանցավորության կառուցվածքը շարունակում է մնալ կայուն, 85.7%-ը բաժին է ընկնում ոչ բարձր հանրային վտանգավորություն ունեցող, ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններին։ Սպանությունների եւ մյուս ծանր հանցագործությունների վիճակագրության մասին Աննա Հարությունյանի ռեպորտաժում։ Մեր երկրում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մանրամասն հաշվետվություն է ներկայացրել։ Ըստ այդմ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է։ Սպանությունները կազմում են ընդհանուր հանցագործությունների ընդամենը 0.2%-ը, մեծ մասը կենցաղային խնդիրների շուրջ։ Եթե 2021 թվականին աշխարհում 100,000 բնակչի հաշվով միջին ցուցանիշը եղել է 5.8 սպանություն, ապա Հայաստանում այդ թիվը կազմել է ընդամենը 2 եւ շարունակում է նվազել հետագա տարիներին։ Ըստ նախարարի նշանակալի արդյունքներ կան թմրամիջոցների դեմ պայքարում։ Դեպքերի հայտնաբերումն աճել է շուրջ 18%-ով։ Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ընթացիկ տարում առգրավել եւ շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 416 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն ըստ նախարարի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազումն է։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ բարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նվազել են ՃՏՊ-ների արդյունքում զոհերի թիվը, եւ դա այն պայմաններում, երբ հանրապետությունում տրանսպորտային միջոցների թիվը շարունակում է աճել
հասնելով գրեթե 1 միլիոնի։ Նախարարի խոսքով վերջին 1 տարում գերատեսչության կրթահամալիրում վերապատրաստվել է ավելի քան 10,000 ոստիկան, 300 փրկարար եւ այլ ծառայողներ։ Ինչ վերաբերում է հանցագործության դեմ պայքարին, Սարգսյանը ներկայացրել է կոնկրետ թվեր։ Վերջին 1 տարվա ընթացքում ծառայությունը էական արդյունքներ է գրանցել։ Հայտնաբերվել եւ բացահայտվել է ավելի քան 11000 հանցագործություն, ինչը զգալի կշիռ ունի ընդհանուր պատկերում։ Ջրային պարեկները մեծ աշխատանք են կատարել Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ, հայտնաբերել ապօրինի ձկնորսության դեպքեր, ապահովել ամառային սեզոնին հանգստացողների անվտանգությունը։ Ցանկացած բարեփոխման հաջողությունը առաջին հերթին կախված է մարդկային կապիտալից, նշել է Արփինե Սարգսյանը, հիշեցնելով, որ նախարարությունը երկրում ամենաշատ աշխատակիցներ ունեցող կառույցներից է։ Աննա Հարությունյան, Open Media։ Վերջին շրջանում երկրում արձանագրվում են հանցագործությունների այնպիսի դեպքեր, որոնք շոկի են ենթարկում բոլորիս, մասնավորապես ծնողների դեմ բռնությունների, սպանության և սպանության փորձերի սոսկալի դեպքեր։ Նույնիսկ մանկահասակ զավակների վրա է ծնողի ձեռքը բարձրանում։ Ինչով է սա պայմանավորված, գուցե նախկինում են նման հանցագործություններ շատ եղել, պարզապես ամեն ինչ չէ, որ իմացել ենք, կամ ավելի վատ, ուղղակի այդպիսի դեպքերն աճել են ու ամենակարևորը, ինչ անել, որ սահմռկեցուցիչ նման արարքներ տեղի չունենան։ Պատմում է իմ գործընկեր Մերի Դանիելյանը։ Լոռիում անչափահաս պատանին դանակով փորձել է սպանել հորը։ Պատճառն ըստ քննչական կոմիտեի այն է, որ տղամարդը կնոջը պարբերաբար վիրավորանքներ է հասցրել, ծեծի ենթարկել։ Տղան դանակով 1 տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած հոր մարմնի տարբեր մասերին, բայց վերջինս արթնացել է եւ խլել դանակը որդու ձեռքից։ Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Որդին սակայն առանձնացված է հորից։ Նորություն չէ, որ ծնողների վարքագիծն ուղղակիորեն անդրադառնում է երեխայի հոգեկան վիճակի եւ առհասարակ ճակատագրի վրա։ Մասնագետներն ասում են, երբ ֆիզիկական բռնություն է կիրառվում երեխայի նկատմամբ կամ ծնողների միջև, արդյունքում զայրույթ է կուտակվում երեխայի ներսում, որը պետք է ինչ-որ կերպ արտահայտվի։ Առանց իմանալու շատ մանրամասներ այդ ցավալի դեպքի երեխան ուղղակի չի կարողանում երբեմն տանել անարդարությունը, իսկ մայրը հատկապես փոքր երեխայի համար մայրը լինում է շատ այդպես դերային կերպար եւ շատ սիրելի կերպար եւ գուցե այդ ընդվզումը գալիս է նրանից, որ կա անարդարության զգացում եւ կա ցանկություն շտկելու իրավիճակը կամ ուղղակի վրեժխնդիր լինելու պատճառած ցավերի համար։ Հավանականությունը շատ մեծ է, որ երեխան, որպեսզի ազատվի այդ ցավագին զայրույթի զգացումից, ինչու ոչ, նաեւ վիրավորանքի զգացումից, ամոթի զգացումից, վախի զգացումից, ինքը կարող է դիմել նմանատիպ վարքագծի, որպեսզի կարողանա ձերբազատվել։ Փորձագետների խոսքով կախված երեխայի խառնվածքից, բնավորության գծերից դրսևորումները կարող են տարբեր լինել։ Կարող է եւ ինքը դառնալ այդպիսինը, հանցավոր երեխա կամ բռնարար երեխա կամ ավելի վարքային խանգարումներ ունեցող երեխա կամ կարող է դառնալ հակառակը, ներփակված, ամաչկոտ, սեփական եսը կորցրած, ինքնագնահատականը շատ ցածր երեխա։ Միֆ է տեսակետը, որ եթե ծնողները վիճում են, բայց թաքցնում երեխայից, ուրեմն նա ոչինչ էլ չի հասկանում։ Ըստ մասնագետների սա սխալ մոտեցում է եւ երեխան ավելի զգայուն է, քան մենք ենք պատկերացնում։ Իսկ լռության մեջ կերտված ֆանտազիան կարող է ավելի վտանգավոր հետևանքների բերել։ Հանգիստ խոսել, բացատրել երեխային, որ այո կան տարակարծություններ, դա նորմալ է, մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, բայց հետո մարդիկ բարիշում են, կարող են ներողություն խնդրել միմյանցից, կարող են միմյանց հասկանալ, գրկել, անգամ եթե այդ ներողություն բառը շատ դժվար է ասել, հա, ուղղակի ցույց տալ, որ հաշտվեցինք, որ անցանք առաջ։ Երբ որ ծնողը հասկանում է այդ ամենը եւ բաց ու անկեղծ զրուցում է երեխայի հետ, եւ երեխային հոգեբանորեն հեռացնում է իրողությունից, որ սա քո հետ ընդհանրապես կապ չունի, սա մեր միջև տեղի ունեցող հարաբերություններն են, սա մեր լուծելիքն է, դու մեղավոր չես այս իրողության համար։ Մենք քո կողքին ենք, մենք քեզ շատ սիրում ենք, դու քո մանկությունն ես ապրում։ Երեխան կարծես հոգեբանորեն անջատվում է այդ տեղի ունեցող բացասականից, նեգատիվից։ Հաճախ երեխային ժամանակ չտրամադրելը, նրա զբաղվածությունը չապահովելը կարող են ոչ միայն հանգեցնել դեպրեսիվ, նրանփոփ անհատականության ձևավորմանը, այլև երեխաները գուցե փորձեն հետաքրքրություն փնտրել ու գտնել այլ տեղերում, օրինակ բռնելով հանցավորության ուղին։ Այստեղ մեծ անելիք ունեն եւ ծնողը եւ պետությունը։ Հենց ինքը ծնողը պետք է ցանկանա երեխային ընդգրկի որևէ մի խմբակի մեջ, ծնողը զբաղվի երեխայի զբաղվածության հարցով, փողոցից կտրի, ուշադրության կենտրոնում պահի, որպեսզի երեխան դուրս չգա փողոց, չկատարի իրավախախտում, հանցագործություն չկատարի, այո,
Եվ պետությունը իր կողմից արդեն պետք է համապատասխան անվճար խմբակներ լինեն։ Ծնողի դպրոցի հիմնադիրն ասում է, ամենատարածված խնդիրը, որով ծնողները դիմում են իրենց, հետևյալն է. ինչ անեմ, որ երեխաս լսի ինձ, իսկ դրա լուծումը պարզվում է այդքան էլ բարդ չէ։ Դրան մի մեթոդ կա՝ լսել երեխային, որովհետև մենք շատ չենք սիրում լսել, մենք ծնողներս շատ չենք սիրում երեխային լսել եւ չունենք այդ հմտությունները։ Լսել երեխային, ոնց որ կլսենք մեծահասակին, ում հետ զրուցում ենք կամ անգամ ում հետ կոնֆլիկտի մեջ ենք։ Փորձագետները վստահեցնում են, ընտանիքում ցանկացած տարաձայնություն, կռիվ, վեճ, անհաշտություն, բռնության ցանկացած դրսևորում թունավորում են երեխայի հոգին, կարող են անգամ վերաճել ողբերգության։ Օրինակներին ինքներս ենք ականատես լինում։ Սոցիոլոգն ավելի է լայնացնում խնդրի շրջանակը, քան միայն երեխայի դաստիարակությունն է։ Խնդիրը նաև մեր հանրության մտածողությունն է։ Գիտության դոկտորը հիշեցնում է հանրության շրջանում իշխող բացասական բարքերի մասին։ Հանրային մտածողության եւ բարքերի մակարդակում նաև շրջանառվել է ցավոք սրտի եւ դա ծնողների կողմից է շրջանառվում միասույթ, որը ոչ տարբեր կերպ կարելի հնչեցնել, բայց սա հետեւյալն է, եթե քեզ բան ասեն, քարը վերցրու դուր գլխին կոպիտ ասած կամ մեղմ ասած եւ դրանով են դաստիարակում այսօր երեխեքին։ Հանրության մեջ նեգատիվ դրսևորումների չեզոքացման գործում առաջնահերթ դերը նրա էլիտայինն է։ Մասնագետների համոզմամբ մեր հանրությունը պետք է լիցքաթափվի հանրային ու քաղաքական բևեռացումից ու լարվածությունից։ Պետք է առաջնորդվենք միասնական արժեքներով, մեզ բնորոշ քրիստոնեական, ավանդական արժեքներով, ամոթի զգացումով, խղճով։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, հատկապես տելեգրամյան ալիքին միացեք։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, կհանդիպենք ժամը 17:00-ի թողարկման ժամին առայժմ։